Հոգեբանության մեջ կամ իսենց հասկացողություն, ուղիղ որ թարգմանում ենք, նշանակում է կարևորության բալանս։ Այս բալանսը ոչ մի անգամ չի եղնում 50-50, միշտ լինում է մեկը, ով ավելի մեծ կարևորություն է ունենում հարաբերության մեջ։ Պաֆակտու ինքն է կառավարում հարաբերությունը, բայց բերեսի չխառնենք հարաբերություն կառավարելը հարաբերությունների մեջ ներդրում կատարելու հետ։ Իսկ ով որ ավելի պակաս բալանս ունի, հենց ինքն է առաջինը գնում բարեշելու։ Ավելի շատ է ներդրում կատարում հարաբերությունների մեջ, ձգտում է շտկել ամենափոքր կոնֆլիկտը, իսկ բաժանման ամենահնարավոր տարբերակը, ավելի ճիշտ միակ տարբերակը, այն է, որ ինչ-որ մեկի մոտ կրիտիկապես ընկել է բալանսը, այսինքն հակառակ սեռի մոտ հետաքրքրությունն է ընկել ու բարձրացել է կարևորությունը։ Օրինակ, աղջիկը կորցրել է հետաքրքրությունը տղու հանդեպ, այս դեպքում աղջկա բալանսը բարձր է, տղունը ցածր է։ Տղեն իր բալանսը գցել է, տենց է դուրս գալիս։ Մնացած բոլոր պատճառները, օրինակ, այս դավաճանություն կամ իբր թե սառել է, զգացմունք է կորցրել, դա հենց այս մեր կարևորության բալանսը կորցնելու արդյունքն է։ Այսինքն ոչ թե աղջիկը ուղղակի սենց վերցրեց ու սառավ, դա իր պատճառ ունի, պատճառն էլ հենց բալանսն է, որ տղեն իր բալանսը գցում է, այդ նույն պահին աղջկա հետաքրքրությունը ընկնում է, հետաքրքրությունը ընկել է, դա նշանակում է սառել է։ Սառումը հենց այդ պատճառով էլ արդեն ուրիշն է, ի հայտ գալիս։ Սենց մի բան էլ ասեմ, ամեն մեր քայլը, ամեն մեր արած քայլը կարա մեր կարևորությունը կամ բարձրացնի, կամ էլ նվազեցնի։ Մի քանի օրինակ կարամ բերեմ։ Նայ, առաջի օրինակը։ Մի թեթև կոնֆլիկտ է եղնում աղջկա հետ։ Մեկից փորձեցիր շտկել, փոխվեցիր, սկսար փափուկ խոսալ, թեկուզ որ ինքն էր իրան սխալ պահել։ Մեկը ուզում է սենց շտկել, էլի չես ուզում սենց խռով մնա բան։ Դա մի քանի անգամ տենց կրկնվում է, դրանից հետո աղջիկը մտածում է, այսինքն ինձ ոնց ուզեմ պահեմ, մեկը խոսքի հետ է գալու, էլի, չի փախնելու, գալու է բարեշի բան։ Այդ տենց քու ձեռով խոսքի բալանսդ գցում ես, որ կարեր տենց չանեիր։ Դրանից հետո նենց քայլերի կգնա, որ խոսքի քու դուրը չի գալու էդի։ Ինքը գիտի, որ քու դուրը չի գալու, բայց իրան խոսքի մեկ է ուժը, որտեվ արդեն ինքը ջոգում է, որ խոսքի կարա վրետ։ Վերջում արդեն իրան չի հետաքրքրում ասածդ, խոսքի դրա համար արդեն բալանսդ գցել ես։ Այս օրինակը հասկացանք, երկրորդ օրինակին անցնենք։ Նույն ձևով հակառակն է կարա եղնի։ Խոսքի քու բալանսը կարա բարձրանա, դրա հետ մեկտեղ իր հետաքրքրությունն է բարձրանա։ Նույն իրավիճակն է, ինչ որ կոնֆլիկտ է եղնում։ Խոսքի օրինակ իրանց սիրած մանիպուլյացիայից մեկն է օգտագործում։ Քեզ ասում է, բա հոգնել եմ ամեն ինչից, թե դու չի գալի, արի բաժանվենք, համ դու հանգիստ կեղնես, ես էլ ազատ։ Դա ինչ է նշանակում։ Այդ բանին սպասում է, որ ոնց որ միշտ պետք է կանգնեցնես իրան, խոսքը երկարացնես, փափկես, սկսես ասել իրան, թե ինչքան է քո համար կարևոր ձեր հարաբերությունը, բան դես ու դեն, տենց շարունակեմ, բայց դու տենց չես անում։ Այդ պահին դրա տեղ ուղղակի ոչինչ չես ասում։ Եթե գրվում եք տեքստով խոսքի, ասում ես լավ, չես պատասխանում։ Ինչ կգրի, ինչ կանի, ինչ չի անի, արդեն չես պատասխանում։ Մեկ ասես, ես ինչ աբսուրդ բաներ է ասում, ոնց կարելի է այդպես բանին հավատալ։ Բայց սենց բան ասեմ, աղջիկը ամենաշատը հենց իգնորից է վախում։ Տղեն որ իրան իգնոր անում։ Այդ քո խոսքից հետո, որ դու ոչինչ չանես, մի քիչ ժամանակ էլի, ինքն է որ նամակ գրի չպատասխանես, կտենաս արդեն ինչքան է իր վերաբերմունքը փոխվում։ Սենց փոքր օրինակներով, սենց հեռվից ուզում եմ կամանց մոտի գցնեմ այդ նախկին աղջկան հետ բերելու գլխավոր քայլերին։ Իգնոր բառը հələ շատ եք հանդիպելու, շատ եմ խոսալու այդ բառի շուրջը։ Ամենակարևորը այս վիդեոից փոքր վիդեո եղավ, սրանից հիշում ես, որ գոյություն ունի կարևորության բալանսը ու բաժանումների ու աղջկա հետաքրքրությունը քո հանդեպ կորցնելու գլխավոր պատճառը հենց այդ բալանսն է, ոչ թե ուրիշ պատճառներ, որ ինքը քեզ կասի։ Այտենց լիքը շաբլոն պատճառներ կա, ինքը խաբարել չի։
ինքը իր այդ կմտածի իրան կհամոզի, որ դու քիչ ես ուշադրություն դարձնել դեսուդեն, այտենց կասի, որ իբր թե ինքը մեղավոր չի, որ հետաքրքրությունը կորցրել է, բայց ինքը այդ իր սրտահովանքն է այդ պատճառներ հնարելու քեզի ասելը։ Անցած վիդեոյում էլ ասեցի, որ խոսքի 90% հավանականություն կա, որ ուրիշ տղա կա։ Դա հենց այնպես չի եղնում այդ ուրիշ տղեն։ Այնպես չի խոսքի ձեր մոտ ամեն ինչ լավ է, ինքն է գնաց միամիտ տեղ խոսքի։ Հենց այնստեղ չի գնա ուրիշ տղու ջոգի։ Հետաքրքրությունը քո հանդեպ կորցնում է, իսկ ինչի է հետաքրքրությունը կորցնում, հենց բալանսը գցելու արդյունքում հետաքրքրությունը կորցրեց, երրորդը հայտնվեց, արդեն ջոգեց, որ նրա հետ ավելի հետաքրքիր է, դե նոր է ամեն ինչ, այդքան շատ չեն շփվել իրար հետ, նորեն ծանոթանում դեսուդեն, չեմ երկարացնի, հետո սրա մասին կխոսանք ու սկսում է սառելը բան, պատճառներ է բռնում, իբր թե ինքը որ մեղավոր դուրս չգա, դու էլ չես իմանա պալեբոմու այդ մոմենտին, որ ուրիշի հետ է, մի քանի ժամանակ կանցնի, նոր չգիտեմ, ինչ որ նկար կգցի, բան կգցի կամ ինչ որ ուրիշներից դուք իմանաս ուրիշի հետ է։ Այդ մոմենտին ինքը չի ասելու, պալեբոմու չի ասելու, որտեվ ինքը չի ուզում իրան մեղավոր զգա։ Այդ պահին ինքը քեզի մեղավոր կհանի, այն աշխարհի սա մեղքերում դու մեղավոր դուրս կգաս, չգիտես ինչի, որ ինքը այնքա որ ինքը իրան համոզի, ինքը իր պատրուշկեքին ընկերուհիներին համոզի, որ խոսքի այս sense ստացվավ, բայց խոսքի իրան հարցնելու են, չէ, բա ինչ էր անում այդ տղեն խոսքի, ինչ էր անում էլի, նեղացնում էր քեզ, բա չէ, sense էր անում, նենց էր անում, բա չէ, բա ինչն էր պատճառը, մի բան խո պետք է ասի, չէ, ինքը վեկալում է, բա ուշադրություն չէր դարձնում, բա էս էր, այն էր, խանդում էր ինձի, ես ուզում էի ընկերներ ունենայի, չէր թողում որ ընկեր ունենայի, այդպես լիք պատճառներ ա եղնում։ Էլի թեմայից շեղվեցի, սկսեցի շատ խոսալ։ Վերջը, ինչ որ կարևորն էր այս վիդեոից դու ստացար, մի քանի անգամ կարաս նայես, նույնը ոնց որ կրկնես քո մեջ, կարևոր է, հետո էլի անդրադառնալու ենք այս թեմային։ Այս կարևորության բալանսը շուշուտ է կրկնվելու այս ամեն ինչը։ Այնց որ սենց վերջացնեմ խոսքս, լավ եղի, դուխով եղի, ամեն ինչ լավ է։ Իրա նման 1000 հոգի կան։